Ես չեմ հասցրել պատանի տարիքից ինձ համար ապրել։ Ես պաշտոն չեմ ուզում, ես իմ հողն եմ ուզում, ես իմ հային եմ ուզում, որ թուրքը չկարողանա մատ թափտա իմ հայի վրա։ Ես ինձ ընդհանրապես բացարձակ են ովքեր այսօր կլինեն իշխանություն, ովքեր չեն լինի իշխանություն, ինձ համար իմ հողն ու ջուրն է պետք։ Ինձ համար պետք է որ այստեղ Եռաբլուրի ես մինչև 20 թիվը որ գալիս մտնում էին զինակից ընկերների հետ, մենք արժանապատվությամբ ենք մտնում։ Մենք մտնում ենք ընկերներիս ասում ենք շնորհավոր տվեք։ Ճիշտ է, դուք այսօր չկաք, մենք ձեր տեղն ենք, մեկ էլ նեղվում ենք, որովհետև շատ հաճախ լինում ասում ենք, ես ասում ենք ժողովուրդ, մենք մեղավոր չենք, որ չենք զոհվել։ Բայց այսօր մենք գալիս ենք ստեղ սուգով։ Ես չեմ ուզում այդ սուգը։ Ես ուզում եմ, որ մենք արժանապատիվ ապրենք։ Ես չեմ ուզում, որ մենք ծնկի իջնենք թուրքի մոտ։ Ես չեմ ուզում, որ իմ ներքին հայը թուրքին խաղաղություն ասի քո համար է, իսկ հային պատժի։ Ես ուզում եմ երկրի իշխանությունը Հայաստանի Հանրապետության, հայոց աշխարհի տարածքային ամբողջականության երաշխավորը լինի եւ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինի, այլ ոչ թե թուրքի անվտանգության երաշխավորը լինի հայից։